Ոչ թե իմացեք երեխես ոնց է, այլ ուզում եմ Ավելի լավ է իմանանք երեխես ոնց է, ավելի կարևոր է երեխա ու մի քիչ Եվ որ այսքանի մեջ հիստերիկացավ, ինչ ապուշ հարցեր եք տալիս։ Պատրաստ ենք ձեր գալով։ Ներս հիմա մենք օպերասպետ հյուրանոցում ենք, ես եկել եմ այստեղ համար ամրագրեմ, բարև ձեզ։ Նորոգություն ազատ համար ունեք։ Ինչ կատեգորիայի համար եք հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է երկու տեղանոց համարները, սենյակները։ Ունեք։ Դուք չես ճանաչում, հա։ Վայ, անեկդոտ է դու ես։ Ուզում ենք հասկանանք ոնց կարող է այս սիտուացիան ինչ որ փորձում ենք հետո Սոֆա դեմի բանասա։ Երեխեք, ես ինչ էքստրիմ պայմաններում ենք նկարում, ես խնդրում եմ մի հատ նայեք ինչ ա մեզ մոտ կատարվում, մեքենայում, տաքսիի մեջ տեսարան պիտի նկարվենք եւ ինչերի ա գնում ռեժիսորը հանում գեղեցիկ տեսարաններ ստանալու։ Խնդրեմ քաջայրը ռեժիսորը նստել է հատակին, որ կարողանա տեսարանը ճիշտ հուշի, ճիշտ օպերատորն էլ օպերատորը դիմացն է նստած, մեր վարպետը, տաքսու վարպետը, մի խոսքով, տեսեք ոնց է ընթանում առհասարակ նկարահանման պրոցեսը, անջատ եմ, հա, արդեն քաջ ոնց որ շատ եմ խոսում, հա, լավ, քեզ էլ իմացանք, քաջո ջան, քեզ էլ իմացանք, կարող է սխալարեցի, հիմա կստացվի ես ամեն ինչ լավ էլի քեջ չնայք, քջոն չի կարողանում դուրս Բարի օր սիրելի հետևորդներ, իմ կյանքում վերջին շրջանում ոչ մի բան չի փոխվում, ինչպես միշտ նկարահանման եմ, հիմա հյուրանոցում ենք, որտեղ մեր Մարին, ըստ կերպարի, աշխատում է այս հյուրանոցում, չգիտեմ ինչ եմ եկել այստեղ անելու, ամենայն դեպս ինչ-որ մի վատ բան երևի կանեմ, այնպես որ լարված սերյաներ են սպասվում, անպայման նայեք, հիմա բարձրանում ենք չգիտեմ նոր, չէ, երեխեք, բարի ախորժակ, մահաց պիտի ուտենք, ուշ հավաքենք, որ կարողանանք նկարվենք, որ կարողանանք աշխատել։ Նկարանման հրապարակում տարեդարձ է կրկին գնանք տեսնենք, թե ում տարեդարձն է այս անգամ։